Դու այսպես կարող ես, պարզվում է կարող ես, որովհետև հայ ես, ոգի տարի է, միտքդ աշխատում է, պարզապես պետք է բացահայտել ունակությունները։ Հետախույզ Վովա Վարդանովի համոզմունքն է։ Շաբաթը 3 օր պարապմունքներ, որոնք իրենց մեջ ընդգրկելու են սառը զենքի տիրապետում, սառը զենքի դեմ պայքար, ավտոնոմ գոյատևում կամ կենսապահովում։ Վլադիմիր Վարդանովը հայտնի հետախույզ է, Արցախյան ազատամարտը ծայրից ծայր անցել է, հիշողություններ ինչքան ասես։ Յուխարի Աքսիպարայի տարածքում ունենց եղավ մտան գոմ, որ տենայինք ընդեղ ինչ է կատարվում, այդ ժամանակ թուրքերը 3 հոգով սկսեցին գալ դեպի այդ գոմը։ Մի փոս կար, որտեղ թրիքը ջրի հետ խառնված, շատ լուրջ, ասենք, խորությունով գյոլ էր կանել, մենք կարողացանք այդտեղ սուզվելով, կես ժամից ավել ծղոտով շնչելով, մնանք 3 տոպրակ զենք զինամթերք վերցրեցինք, բերեցինք մեր հետ։ Մարդուն կեղտոտում է ոչ թե գոմաղբը, այլ վախկոտի պիտակը։ Հետախույզի հիմնածակումբում այդ խարանը տեղ չունի։ Չինական վինչունի հայկական մշակումն է, կռիվ, ոչ թե բեմադրություն։ Ողջ մնալու արվեստի կարևոր տարր է։ Հայտնի կոբրան է իր դանակով, պատերազմի վերքը վերևից ներքև կաթվածահար մարմնի ձախ կողմն է, աչով ֆշշացնում է դանակը, իր կռիվը դեռ չի ավարտել, երիտասարդների օգնությամբ է շարունակելու։ Մենք ծառայել ենք խորհրդային բանակի հատուկ նշանակության դեսանտային զորքերում, որտեղ դանակը դա առաջնահերթ էր մեր համար։ Ողջ մնալու արվեստը նաև բժշկական առաջին օգնությամբ է, վարպետության դաս պրոֆեսիոնալից։ Երկու ծայրերը պտտվելով բասկի շուրջ մի քանի վայրկյանում դրսային կապ եւ ունենում ենք ուսային գոտու վիրակապ։ Ջահելների հետ ուրախանում են հետախույզ որդիներ կորցրած մայրերը։ Հայրենիքը ծնողից երևի առաջնայինն է, որովհետև այն ժամանակ, երբ որ մենք չէինք համաձայնվում նրանց գնալը, նրանց այս ջոկատների մեջ մտնելը, նրանք մեզ չենթարկվեցին։ Հայկական պար է, ոչ թե շարժում, այլ մարտակոչ, ողջ մնալու արվեստը նաև սրանով է։ Տիրապետել ցանկացողներին հետախույզ Վարդանովը սպասում է 18 տարեկանից բարձրերին, թուլամորթների առջև դուռը փակ է։ Աննա Բալյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։